Ժողովուրդ օրաթերթը գրում է. Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի կառավարությունն է կայացրել։ Իրավապահները մեղադրում են, թե դպրոցների եւ մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների, բայց ուշագրավն այն է, որ 2021 թվականի դեկտեմբերին քննիչները քննելով երկարամյա գործը հրաժարվել են մի հանցակազմից, որը հենց հիմա նորից փորձում են առաջ քաշել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Զանգեզուրի կոմբինատում կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Իշխող քաղաքացիական պայմանագրի ողջ վերնախավը այսօրին գտնվում է Գյումրիում։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներին օրերս խիստ հրահանգ է տվել, եթե պարտվեն, բոլոր պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։ Օրաթերթը նաև գրում է. Կասկադի վերակառուցման ՔՊԱՄԵՐԾ գործարարի ծրագիրը խախտումներ ունի, այն պահպանվող օբյեկտ է։ Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ ակնկալում է հնչեցված խնդրի կապակցությամբ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրիու ընտրությունների մասնակիցները վստահեցնում են, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման վարչությունը 4 ամիս է պետ եւ պետի տեղակալ չունի։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար Հրիփսիմե Ասատրյանը։ Փաստ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիրը։ ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում Գյումրիում չափազանց ցածր է։ Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թորնիկ Ալիյանին, գրում է Փաստ օրաթերթը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News կայքում։